Որքան հեռանում ենք բնակավայրերից ու հետսետ է մոտենում բանակային դիրքերին, փոխվում են գույները, օդի ջերմաստիճանն ու անգամ տրամադրությունները մեքենայի խցիկում։ Եվ ահա դեպի սահմանագոտի տանող ճանապարհին, երբ մեզ տեղափոխող ամենագնացն անգամ չի կարողանում հաղթահարել բարձունքի ոլորանները, օգնության է հասնում թրթուրավոր մեքենան։ Թեև հատկապես այս օրերին մշտապես ինժեներական հատուկ տեխնիկական միջոցներով դիրքային, միջդիրքային եւ հատուկ նշանակության ճանապարհների շուրջօրյա ձնամաքրման եւ սպասարկման աշխատանքներ են իրականացվում, շահագործվում են նաեւ թեթև զրահապատ թրթուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք անհրաժեշտության դեպքում օգտագործվում են նաեւ հերթափոխերն առավել անվտանգ կազմակերպելու համար։ Փոխգնդապետ Աշոտյանի ենթակայությամբ ծառայություն իրականացնող ստորաբաժանումն արդեն մի քանի տարի անընդմեջ լավագույնն է ճանաչվում, եւ ահա առաջիկա բանակային դիրքում մեզ լավագույն ստորաբաժանման, լավագույն զինծառայողներն են դիմավորում։ Մինչ հրամկազմը տեղում սահմանագծի իրադրությանն է ծանոթանում, ազատ հերթափոխի տղաները հյուրընկալի հաճելի ջերմեռանդությամբ արագ թեժացնում են վառարանն ու փայտի ճահճատյունին խառնվում է թեյնիկի սուլոցը։ Հերթափոխից վերադարձող անձնակազմի հետ մենք էլ մի բաժակ տաք ըմպելիք ենք վայելում։ Մինչև ծառայության անցնելը զբաղվել եմ ուսումով եւ երաժշտությամբ, երաժշտական մասնագիտությունից դաշնակահար եւ կոմպոզիտոր, սովորել եմ արտեկում, երաժշտությունը, բայց հետագայում փոխել եմ ուղղությունը եւ ընտրել եմ իրավաբանության ուղին։ Կյանքի մի առանձնահատուկ դպրոց էլ ծառայությունն է եւ ամեն տղամարդու կյանքում պարտադիր էտապ է, քանի որ կոփում է տղամարդուն, այն դժվարությունը, որ տղամարդը առնչվում է բանակում, այդ դժվարությունները քաղաքացիական կյանքում ոչ մի բնակավարում չեն հանդիպում։ Մի լավ արտահայտություն կա, ասում եմ, բարդ ժամանակները ուժեղ տղամարդկանց են ստեղծում, իսկ ուժեղ տղամարդիկ լավ ժամանակներ։ Տղաների ջերմ ժպիտներն ու փայլող աչքերը նախատոնական այս օրերին անկյունում զարդարված տոնական ծառը մի պահ մոռացության են տալիս, որ ավելի քան 3000 մետր բարձրության վրա ենք։ Ծառայությունը օգնելու է մի քիչ կյանքին ավելի ռեալ աչքերով նայել, հրաշալի մարդկանց եմ հանդիպել, ումից շատ բան եմ սովորել ու վերջին մի տարվա ընթացքում նաև շատ հպարտություն եմ զգացել։ Արդեն մի փոքր ընդարվածած ստորաբաժանման հրամանատար գնդապետ Ավետիսյանի ուղեկցությամբ ծանոթանում ենք պաշտպանության շրջանում իրականացված ինժեներական աշխատանքներին։ Կահավորվել է ամբողջությամբ 0-ից առաջնագիծը, կահավորվել է խրամատաբջիջներ, խրամաճեղքեր, ձմեռը մոտենալուն պես սկսել ենք նախապատրաստվել ձմեռվան, տեղավորել ենք փայտը, սնունդը, աշխատանքները շարունակվում է դեռ։ Ցույց տաք։ Իհարկե, խրամաբջիջները ամբողջությամբ նոր են կահավորվել, փակ խրամատաբջիջներ, առաջնագիծը ամբողջ ճակատով կահավորվել է գաբիոններով։ Հատկապես տարվա այս ժամանակահատվածում բանակային դիրքերում իրադրությունը վերադասահմանատարության խիստ վերահսկողության ներքո է։ Ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի հերթափոխերն իրականացվեն հավուր պատշաճի, գետնատնակների կահավորանքից սկսած վերջացրած անձնակազմի հանդերձավորումով եւ խրամուղիների մշտական ինժեներական սպասարկումով։ Այսպիսի պայմաններում հերթափոխ կատարելիս մեկս մեկին վստահում ենք եւ սա մեծ փորձառություն է։ Սա նաեւ հոգատարություն է ու երևի թե հենց հայրենասիրությունը։ Պետական սահմանի պահպանությունը խիստ պատասխանատվություն է։ Յուրաքանչյուրս են գիտակցում այս ամեն ինչը եւ պատրաստ ենք ազնվաբար պաշտպանել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։ Ստորաբաժանման հրամանատարը ողջ տարվա ընթացքում իրականացված աննախադեպ ծավալի աշխատանքների արդյունքներն է ցույց տալիս, ինչի շնորհիվ այսօր պետական սահմանի պահպանությունը իրականացվում է պատշաճ մակարդակով, միևնույն ժամանակ դիրքապահի ծառայության իրականացման համար անհամեմատ նպաստավոր պայմաններում։ Իհարկե, քիչ անսովոր է, բայց այսպիսին է կյանքը սահմանին։ Եվ ամեն անգամ ենք համոզվում, այստեղ ամեն ինչն է այլ։ Զգացումներն ու ապրումները, հույզերն ու դրանց ընկալումներն էլ այստեղ այլ են։ Այստեղ է, որ լի իրավ, տեր ու ծառա են գերագույն գլխավոր արժեքին՝ Հայաստանի Հանրապետությանը։ Նաիրա Համբարձումյան, Հովհաննես Գրիգորյան, Զինուժ։